Բաքվում դատում են հայ ժողովրդին, ոչ թե մեր գերիներին, որպես ֆիզանձինք, այսպես կոչված։ Այնտեղ դատում են մեզ, դատում են ինձ, դատում են մեր պապերին, դատում են մեր ապագա սերունդներին, որպես ամոթ, որպես խարան մեր վրա, որ պատմության մեջ լինելու է ժամանակաշրջան, որտեղ որ մենք խայտառակ պատմությունից հետո ունեցել ենք գերիներ, ունեցել ենք խաղաղության ինչ-որ նախաստորագրում, բայց ունենք գերիներ։ Այս ամեն ինչը մեր չգիտեմ ոնց ներկայացնեմ, բայց այս ամեն ինչը մեր ազգի, ժողովրդի ու արժանապատվության մասին է։ Այս ամեն ինչը, ելի եմ կրկնում, անձանց մեջ չի, անուն ազգանունների մասին չի այս պայքարը, որը որ գերիները տանում են մեր բոլորի փոխարեն։ Դուք պատկերացնում եք, այնտեղ ազգությամբ հայեր, նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ, Արցախ ազատագրողներ եւ պաշտոնյաներ չեն հանձնվում, չէ, Բաքվում պայքարում են։ Դուք պատկերացնում եք հայի ոգին այնքան ուժեղ լինի, որ Բաքվում, ասենք դատապարտվելով ցմահ կամ 20 տարվա ազատազրկման, իրենք մեզ այնտեղից հույս են տալի, որ շարունակեք պայքար։ Դուք պատկերացնում եք, որ առանց փշաքաղվել հնարավոր չի կարդալ յուրաքանչյուրի ուղերձ կամ իրենց մոտեցում կամ դատարանում յուրաքանչյուր ելույթ, երբ որ լսում ես, յուրաքանչյուրս մեր մեջ փորձում ենք հասկանալ, որ ինչ կանենք մենք իրենց փոխարեն կամ ոնց մեզ չէ կդրսևորենք ու փշաքաղվում ես, երբ որ ասենք մարդուն ցմահ դատել են, ինքը անգամ հույս չի տեսնում, շանս չի տեսնում, հաշվի առնելով իշխանությունների անգործությունը, դա իշխանություններն են հանձնել գերիներին Բաքվին։ Եթե իշխանությունները ուզեին, ի սկզբանե իրեն գերի չէին հայտնում, որովհետև իշխանությունները ունեն այդ հնարավորությունը, ուղղաթիռը, ինքնաթիռը եւ ներքին գործերի նախարարություն ունենք, չէ՞, այդ պաշտպանության բանակ ունենք, պաշտպանության նախարարություն ունենք, կարող էին ռազմաքաղաքական ղեկավարների նախորոք զգուշացնեին, բացատրեին, բերեին, որպեսզի այս ամոթի խարանը մեր վրա չմնար որպես երկիր, պետություն, ինքնիշխան, հաղթանակած երկիր եւ այլն։